Իսկ դուք ի՞նչը կփոխեիք ձեր ընկերությունում առաջին հերթին։ Աշխատակիցների պահպանումը ընկերությունում սկսվում է ոչ միայն գեղեցիկ խոսքերով, մոտիվացնելով, այլ նաև համապատասխան էֆեկտիվ գործընթացներ ունենալով եւ ապահովելով այնպիսի մշակույթ, որպեսզի այդ գործընթացները իրականում լինեն գործող։ Եկեք օրինակներով նայենք։ Եթե չունենք հստակ մտածված onboarding գործընթաց, ապա մեր աշխատակիցները արդեն իսկ ունենում են վատ փորձառություն։ Onboarding-ը պիտի անպայման ունենա ռազմավարական կոնտեքստ կապված մեր HR ռազմավարության հետ ընդհանուր։ Երկրորդը՝ դերի հստակությունը։ Եթե ղեկավարի կողմից չի փոխանցվում, թե որն է ակնկալիքը աշխատակցից եւ իր դերից, ապա մենք արդեն ունենում ենք վատ փորձառության բոլոր նախադրյալները։ Հաղորդակցություն։ Բաց, թափանցիկ եւ վստահության վրա հիմնված հաղորդակցությունը կարևորագույն կետերից է աշխատակցի դրական փորձառությունը ձևավորելու հարցում։ Հաղորդակցությունը պիտի լինի երկկողմանի, վստահության վրա հիմնված եւ անպայման ոչ երկիմաստ եւ ոչ մշուշոտ։ Այս դեպքում մենք արդեն իսկ ստեղծում ենք դրական միջավայր եւ ամեն ինչ անում ենք, որպեսզի ունենանք դրական եզրահանգում եւ դրական փորձառություն։ Խնդիրը ոչ միայն աշխատակիցների ընկերությունում երկար պահպանելն է, այլ նաեւ ապահովել այնպիսի առողջ միջավայր եւ մթնոլորտ, որպեսզի նրանք իրենց ներգրաված, մոտիվացված եւ երջանիկ զգան ընկերությունում։